ավականու բոլոր են անդամները, որոնք լինելու են նստած ավականու նիստերի դահլիճում, դատապարտված են համագործակցել։ Իրենք պիտի օրակարգ հաստատեն, Արթուր Ալեքսանյանին պարգևատրեն, կարիքավոր մարդուն ֆինանսական օժանդակություն ցույց տան, բյուջե հաստատեն, հնգամյա զարգացման ծրագիր, սա համագործակցություն է, թեկուզ քննադատաբար, թեկուզ իրար նկատմամբ պարսավանքով կամ համակրանքով համագործակցելու դատապարտված են բոլորը։ Ուրեմն այդ մասով որևէ մեկը չի կարող եկուց ելնել ասել, թե կամ հիմա կամ երեք ասի, որ մենք ավականու կազմում չենք համագործակցելու են, օրենքով պիտի համագործակցեն։ Հիմա կանք միուս բառին։ Դրա համար ճիշտ կլինի հարցերը ըստ էության ձևակերպել։ Ես շեշտեցի կոալիցիա։ Հետո վերաձևակերպեցիք համագործակցություն։ Եթե սխալվում եմ, տեսագրության մեջ կարելի կլինի դա ստուգել։ Կազմելով հասնելով կոալիցիայի կոմբասել։ Կոալիցիան համագործակցության տեսակ է։ Բոյկոտը համագործակցության տեսակ եւ այլն։ Մենք մի քանի անգամ հայտարարել ենք, ես հաշվում եմ, էլի մոտավորապես 525-րդ անգամ եմ ես հայտարարում, որ Եվրատաշինքը, ավականու անդամները, ես որևէ կոալիցիոն բանակցություն չենք վարել, չենք վարելու ավականունի անցնելիք քաղաքական ուժերի հետ։ Մենք առաջարկելու ենք ընտրել մեր ծրագիրը ինձ որպես քաղաքապետ, ով կկամենա թող ընտրի, ով չի կամենա թող չընտրի։ Մենք որևէ մեկից քվե չենք ակնկալելու պաշտոնի դիմաց, ոչ բացահայտ, ոչ քողարկված որևէ բանակցություն չկա ու չի լինելու։ 0.1%-ի հավանականություն կա, որ 17 եւ ավելի մանդատ կստանա որևէ մեկ, այսինքն դա անհավանական է կորսնականում։ Մի քանի սցենարներ կան, եթե դուք հավես ունեք, ես ձեզ տեսական սցենարները պատմեմ։ Ինչ որ մեկը տանելու է հարաբերական մեծամասնություն, 13 մանդատ, 15, 16, հա, 33-ից եւ կոալիցիայի ջանքեր են ներդնելու։ Կարող է ստացվի այնպես, որ մյուսները միավորվեն եւ ստացվի հարաբերական մեծամասնություն։ Դա նման է Երևանյան տարբերակին։ Այդ դեպքում ընտրությունը կլինի այնպես, որ վերջին փուլով կընտրվի հարաբերական մեծամասնություն ունեցող միավորման, ուրեմն թեկնածուն։ Իսկ սա քաղաքագիտության մեջ համարվում է փոքրամասնության կառավարումը, ինչպես դա հիմա Երևանում է։ Այսինքն միշտ լինելու է դա անկայուն։ Դա բերելու է հազար ու մի լարումների, ցնցումների, կարող է եւ բերել արդյունավետ կառավարման։ Կախված է նրանից, թե ինչպիսի քաղաքական վարկ կդրսևորեն ավականու անդամ դարձած գործիչները եւ քաղաքական ուժերը։ Կարող է լինել եւ ցնցումներ, օրինակ նման դեպքում, եթե մնացածը, ովքեր միացյալ թվով կունենան 17-ից ավելի քվե, բայց իշխանությունը կլինի հարաբերական մեծամասնությունից 16 քվե ունեցածից, նրանք կարողանան ցանկացած պահի տապալել ավականու նիստը, պարտադրել, որ այսինչ որոշումն ընդունվի բյուջեի նախագծի մեջ, այսինչ փոփոխությունն անել, դա բոլոր են որոշումները, որոնք ճակատագրական են քաղաքի համար։ Եթե տեղի ունենա խզում, հավականին չկարողանա գործել, այդ դեպքում օրենքը նախատեսում է, որ մեկ նստաշրջանի ընթացքում 3 ամիս եւ ավելի ժամանակահատված ավականին չկարողանա նիստեր գումարել, պիտի լուծարվի եւ տեղի ունենան ավականու արտահերթ ընտրություններ, այնպես ինչպես տեղի ունեցավ այս անգամ, էլի, հա։ Եթե հանկարծ ստացվի այնպես օրենքն է նախատեսում, որ համայնքապետ ընտրելու օրակարգով ավականին նիստ է գումարում եւ սկսում է նիստը կոնե, հա, քվորում կա եւ սկսում է նիստը, կոնե 1 րոպե անցնում է այդ նիստից, 2 շաբաթ եթե չի հաջողվում համայնքապետ ընտրել, ավականին լուծարվում է էլի օրենքի ուժով, այնպես որ սրանք հնարավոր սցենարներն են, մաթեմատիկական վերլուծությունը գիշերը ես երևի կտամ արդեն բարձ կլինի, ով ում բարեկամն է։